Anyway, nice meeting you. No, очень было շատ կարևոր էր որ հայերեն խոսեինք, երկու պատճառով, որովհետև նախ ռուսերեն չեն հասկանում իմ հանդիսատեսը Լոս Անջելեսում։ Լոս Անջելեսում ես հաճախ եմ գալիս։ Հայագետի հետ ենք խոսում, ավելի հայերեն։ Այո, Հիմա իսկ ինչ վերաբերում է այդուամենայնիվ ես բավական հաճախ եմ գալիս Լոս Անջելես ինքս մասնակցելու զանազան գիտաժողովներում եւ ես շատ ուրախ կլինեմ Լոս Անջելեսում խոսակցություն ունենալ տեղացի հայերի հետ, որոնք հետաքրքրվեն այդպիսի հարցերով։ Անպայման արեք, որովհետև ես կհոգամ, որպեսզի իրենք լավ պատկերացում ունենան ձեր Գրիգոր Ռոնալդսյունու, ձեր ուսուցչուհու Գարսոյան Նինայի եւ մնացյալի հայացքների մասին, հայոց պատմության վերաբերյալ, եւ չեմ թաքցնում, կրկին կրկնում եմ, որ ես մի քանի հաղորդում եմ արել եւ ամերիկյան հայագիտությունը, որը այսօր ես գտնում եմ 10-րդ դարի ռևիզիոնիզմի շարունակությունն է, այս հայտարարել եմ կեղծ հայագիտություն, որը աղավաղում է հայոց պատմությունը, մեր պատմիչներին հայտարարում է ստախոս, հայերին անվանում է եկվոր հայկական լեռնաշխարհում եւ կարծեմ դա դուք եք անում։ Եվ ես ձեզ ասում եմ, ես հայտարարում եմ, որ սա պատվեր է։ Եթե դուք շղթելու եք դա, եկեք նստենք իմ հաղորդմանը եւ շղթեք դա, խնդրեմ, եւ իմ հանդիսատեսն էլ թող դա լսի։ Եթե ոչ, ես իրենց շարունակելու եմ ասել նույնը։ Խնդրեմ, շարունակեցեք։ Ուրեմն Լոս Անջելես գնալիս անպայման հանդիպեք իրենց հետ, որովհետև իրենք ձեզ ասելու բան կունենան։ Դերևս ուրիշ հարցերի մասին խոսենք, որոնց մասին կարող ենք համաձայն լինել, որովհետև ես դժվարանում եմ բարձավես գործածել տերմիններ, ինչպիսիք են գեղձայություն, գեղձավորող հայագետներ, որովհետև ես բարձավես չեմ կարող ոչ ըմբռնել, ոչ ընդունել այդ գարձիկը, որ ովևէ պատվեր կա, քանի որ վստահ եմ, որ չկա։ Այդ պարագային ես պիտի դա գիտություն համարեմ։ Կան անշուշտ դարագործիկներ, կան տարագործիկներ, կան բազմաթիվ թեորիաներ, որովհետև բազմաթիվ դվյալներ կան հայագիտական ասպարիզին մեջ, որոնք վիճապանելի են։ Իսկ ինչու եք բացատրում, որ երբ խոսում ենք ենթադրենք հայերի բնիկության մասին այստեղ, երբ խոսում ենք սրա մասին, ձեր խմբի պատմաբանները, նրանք երբեք չեն վկայակոչում այն փաստերը, որոնք վկայում են այս մասին, մոռանում են բոլոր այդ փաստերի մասին, բացարձակապես։ Ասում եմ ձեր խմբի բոլոր հայագետները, որոնց անունները ես թվեցի, երբ ասեն խոսում են հայերի եկվորության կամ չեկվորության մասին, արհամարում են բոլոր այն փաստերը, որոնք խոսում են հայերի տեղածին լինելու մասին։ Չէ։ Դրա ապացույցները վառ են։ Դա սխալ է կարծեմ, որովհետև պետք է թերևս ավելի ուշադիր գարտալ, մեր պետք է չսեմ, որովհետև խմբի չեմ պատկանում, բայց քոնե իմ կրություններս ես պնդում եմ հետևյալը, որ ըստ կարծիքիս բավական լավ հիմնավորված է։ Մեկ, որ հայերեն լեզուն թրակոփլյուգիկական ջուխին է պատկանում հնդեվրոպական լեզուների։ Դա իմ գյուտը չի, դա տասական հայագիտական մի դիրք է։ Դա գալիս է 10-րդ դարակեսից, եթե չեմ սխալվում, ռևիզիոնիստներից, ովքեր եկան ռևիզիայի ենթարկելու հայոց պատմությունը, եւ կարծեմ մեծամասամբ հրեաներ էին, չեմ սխալվում։ Որ հրեա օրինակի համար։ Այդ դրա մասին ուզում եմ որ նստենք խոսենք։ Օրինակ ես գիտեմ որ դու հրեա ես, եւ բավական կարծեմ օրթոդոքս տեսակ։ Ես նկատում եմ մեկը գա քեզ ասի այդպիսի կարծիքներ իբրև մի հագասեմական ցեղաբաշտական հագասեմական ես արաբներին դեմ չեմ, ինչ է եղել որ սեմական չեն արաբները կամ ասորիները։ Դուք քաչ իմանում եք որ հագասեմական կնշանակե հագահրեական։ Դա հագասիոնական գիտեմ, հագասեմական չգիտեմ։ Հագասեմական հագասեմական Սերիկներ են արաբները, եգիպտացիները, այ շատ բան են տուված այսօր, որ ճշմարիտ չէ։ Вообще вы отражаете какой-то гнилой национализм. Стоп, ես ուզում եմ որ երբ ինձ խոսում եք մի քիչ մտածեք այդ մասին։ Երկրորդը, երբ ասենք գալի մեկը գա Իսրայել այսօր։ Я думаю, что это все отражает как какой-то воинствующий фашизм, похожий на теории Жириновского. И кроме того, Жириновского... Вы говорите с позиции левитов, которые... Это левитская позиция, что вы сейчас говорите? Нет никаких левитов. Наоборот. Кто написал Old Testament? Я не говорю об этом. Вы говорили о человеке, который определил армянский
как индоевропейский язык, отдельный индоевропейский язык. А кто же это были люди? Во-первых, не перебивайте. Не перебивайте. Мне это не важно, и буду говорить по-русски. They would understand that. Nobody would understand that, what you're talking about. Well, because they don't speak Russian. That's a great pity. I'm sorry to hear that. I think they should speak English, right? I think they should read a little. I think they should read a little more, and I think you should too. But I think your basic position, sir, is not civilized. This is my main problem. It's impossible to have a dialogue unless there are certain principles upon which the participants in the dialogue can agree. But we are talking about anti-Armenism here. No. So how come? If I am saying that Old Testament was written by Levites, that Moses doesn't exist, it's anti-Semitic, then you are saying that David of Sassoon is only 1,000-year-old stuff. First of all, that's not what I said. You're distorting what I said. Do I? Yes, you are. Secondly, the person who determined that Armenian is a Thraco-Phrygian branch of the Indo-European languages was Heinrich Hübschmann, who was a German, one of your fellow Aryans, if you wish. By the way, I know many such Germans, you know. That's nice. Hübschmann. Oh, I'm sure you do. I'm sure you knew many more of them 50 years ago. My father spent quite a good deal of time fighting them, as did many Armenians too. But there are two different sorts of people, sir. There are the Drokanayans, and then there are the Marshal Bahramians. Both are heroes. Both are heroes for Armenians. I don't know about Jews. Well, if you reflect the actual attitude of most Armenians, then it's very, very depressing. For you, maybe. No. And I'll give you advice, you know what? Why you don't look into the history of, really, Moses, for example. I'm not interested. You see, Moses doesn't exist as a figure. Such a figure, historical. That history is taken այդ պատմությունը վերցված է ավելի հին աղբյուրներից, շատ լավ գիտեք, ասորական, բաբելական, ընդհանրապես հին Չի Մոզես անունը եգիպտական է։ Չէ, մենք անվան մասին չէ, պատմության որ դրեցին Զամբյուղի մեջ, գետով եկավ, գտան եւ այլն։ Այս ամենը ինչ որ կա 5 գտակարանում, կամ Աստված եկավ նստավ Աբրահամի վրանում, 3 օր կերավ խմեց, ասեց Քանանի երկիրը քեզ եմ տալու։ It's very interesting to talk to you. Ինչ պատմական հիմք ունեք։ Because you know you're գիտական փաստ ունեք սա ապացուցելու։ It's extremely interesting because I've traveled in a great many countries in the world. But you're the first completely honest, completely open, completely unrepentant representative of this way of thinking whom I've ever met. And it's extremely interesting. Yeah, it's interesting because you know, it seems to me that in creating this storm in a teacup in Armenian studies, you may have all sorts of interests of your own. I don't know what they are, but I know one thing for certain, which is that you have not read my work carefully, because everything you're saying about it is not an accurate representation. Եթե ուզում եք, ես ձեր գիրքը կբացեմ, քո գիրքը կբացեմ եւ մեկ առ մեկ կնշեմ այն կետերը, որտեղ ես ունեմ ասելիք, եւ որտեղ մի անգամ այն կետ առ կետ։ Միայն արի նստենք հաղորդմանը եւ խոսենք մի փախիր ինձնից։ Ես կծող չեմ, հարցակվող չեմ, ասում ես ֆաշիստ ես, ասում եմ եղբայր դու ես ֆաշիստ, ես չեմ։ Հիմա եկեք երկուսը չլինենք ֆաշիստ, հանգիստ մարդու պես նստենք խոսենք։ Ես ձեր եղբայրը չեմ։ Օ, ես էլ չեմ, այդ բնական է, բայց չէ։ Եվ չեմ կարող։ Ինչու՞ բայց մարդկությունը եղբայրներ են, չէ՞։ Of course they are. In a certain way they are. Because the whole basis of your way of thinking is completely alien. To whom? To me. Oh. That's why I'm talking. Why you Armenologist? But why you not studying the Jewish history? Do that. I mean, leave Armenology alone because you are mixing everything over there. Well, I mean, you're screwing up everything over there. You can't do that. Well, I think that's. I am not gonna. Ես թույլ չեմ տա որ դա լինի, որովհետև ես հայ մարդ եմ, եւ երբ որ մեկը իմ պատմությունը գալիս խեղաթյուրում է, նա դառնում է իմ ողերին թշնամին։ I see. Well, if that's how you feel, then we'll agree to disagree and we'll agree to continue arguing. But
I think that's how it has to be, because the whole basis on which you argue, I think, is not really scholarly. It's anti-scholarly, but it's more than that. It's racist. It's a distortion. Եղբայր, երբ որ դու իմ ազգից պատմությունը խեղաթյուրում ես, հիմա դու ես ռասիստը թե ես, արից բացատրի